Պարոն Ղուկասյանը ճիշտ կանի հավաքի ճամպրուկները։ Արդյոք վստահություն կա, որ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո ճամպրուկները դուք չեք հավաքելու։ Մենք համապետական ընտրություններում ստանալու ենք շատ մեծ թվով ձայներ։ Սրբազանին դիմում եք Գևորգ Աջապահյանով։ Ես Գևորգ Աջապահյանի կողմից որևէ հոգևոր միտք արտահայտած չեմ լսել։ Ինչու սպասել 6 ամիս, եթե գիտեիք, որ ուժերից որևիցե մեկը ընտրական շարք է բաժանել։ Գործ տվողի համբավ է ձեռք բերում ըստ Վարդան Ղուկասյանի այդ մարդը, Մարտուն Գրիգորյանը պատասխանատու է Վարդան Ղուկասյանի կատարած բոլոր հայտարարությունների համար։ Էմմա Պալյանը եւ Կարեն Սարոխանյանը սպառվել են որպես ազգային ժողովի պատգամավորներ, չունեն օրակարգ եւ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի այս անուն ազգանունները դուք արժանանալուն շատ հաճախ եք վերջերս հնչեցնում, որովհետեւ կարողանան սպասվելիք 2026 թվականի ազգային ժողովում գոնե հայտ ներկայացնեն եւս մեկ անգամ պատգամավոր ընտրվելուց։ Ոչ մեկ նստած տեղը չի գնում ամբիոնին, չի մոտենում եւ չի խոսում Վարդան Ղուկասյանից կամ Մարտուն Գրիգորյանից։ Տիկին Պալյան վերջին 7 տարիների ընթացքում բավականին տարբեր պաշտոններ եք զբաղեցրել։ Ինչ է կարել քաղաքի ու մարզի համար, որ խնդիրներն են եղել ձեր դիտակետում։ Շատ չեմ սիրում խոսել իմ կատարած աշխատանքների մասին։ Քաղաքապետարան եւ կառավարություն հարաբերությունները գնալով սրվում են։ Ծրողը նորից համայնքապետարանի այսօրվա ներկայացուցիչներն են։ Գյումրու օրը բավականին քաղաքականացվեց։ Չի կարող քաղաքական չլինել։ Իմպիչմենտի գործընթացի մասին նշել եք, որ սա չի կարող հաջողության հասնել։ Ինչու՞։ Չկա հանրային պահանջ